Գիտեք, այդ խոսույթը հայտարարությունը ալեկոծեց մեր հասարակությանը եւ դա արտահայտվեց բազմաթիվ անձանց դիմումներով, բողոքներով։ Ճիշտ ասած, ես նույնպես պահանջեցի պատկան մարմինների ուշադրությունը եւ զգոնությունը։ Սակայն ես կուզենայի շեշտել, որ տվյալ անձնավորությունը հավաքական բնութագրական կերպարն է ռուսահպատակ ուժերի, երկրպագուների, համակիրների եւ քվեարկողների եւ ի տարբերություն մնացածների գոնե այս անձը արտահայտվում է այն ինչ մտածում եւ ցանկանում է բայց այո համեմատաբար ավելի անկեղծ տեսակն է քան ովքեր քան շատ շատերը որոնք նույնիսկ ավելի վտանգավոր խոսույթ տեսեք օրեր առաջ անգամ անհանգստանալով երկրում տիրող անդորից եւ խաղաղությունից կարծես այս փոթորկահույս խռովալից ժամանակաշրջանը տարածաշրջանի հարմար պահն ու առիթն էր սեփական ծառայությունը մատուցելու, որպիսի խաթարվի երկրում խաղաղության այս գործընթացը, Թրամփի ուղու ճակատագիրը եւ ինքնամատուցվում էր, այսպես ասած, մի խառնակիչ գործունեություն Իրանին ցուցանելով Թրամփի ուղու վտանգները այդ երկրի համար։ Միթե ավելի վտանգավոր չէ։ Կարծում եմ շատ ում նկատի ունեք ով է ցուցանում։ Երկրորդ նախագահը։ Եվ ճիշտն ասած, ես ուզում եմ այստեղ մի դիտարկում անել, որքան այդ անձը ավելի հաճախ երևա եւ խոսի, այնքան ավելի խաթարվեն հայ-ռուսական հարաբերությունները եւ որքան ռուսական շրջանակների աջակցությունը դրսևորվի այդ անձնավորությանը, այնքան ավելի կվատանան այդ հարաբերությունները եւ կխորանան հակառուսական տրամադրությունները, այնպես որ երկրորդ նախագահի վարքագիծը եւ խոսույթը խորտակի չարված է հասցնում առանց այն էլ Ռուսաստանի օրեցօր նվազող վարկանիշին Հայաստանում։ Հավատացեք, որ դա այդպես է։ Ուղղակի չգիտեմ, ես միշտ զարմանում եմ, միթե այն Կիրիենկոյի կոչվող գրասենյակին այս ամենը հայտնի չէ, կամ միգուցե հայտնի է եւ սա է իրենց ունեցածը։ Ես թեման շարունակելով Պետրոս կուզենայի նաեւ մի դիտարկում անել։ Տեսեք, սա հարուստ նյութ է հոգեվեր լուծաբանների համար։ Մարդիկ, որոնք բարդույթավորված իրենց կոչում են հզոր ղեկավար, հզոր ուժեղ կուսակցություն, ուժեղ Հայաստան, այսինքն ինչ բարդույթ է սա։ Իրականում չկա այդ ուժը, բայց ուզում են ներկայանալ ուժեղ։ Եվ տեսեք, ով է համարվում ուժեղ ղեկավար, ով առնվազն ունի ներքին լեգիտիմություն, իր հասարակության աջակցությունը, համակրանքը։ Եվ եթե ունի նաև արտաքին աջակցություն, ժողովրդավարական աշխարհի աջակցությունը, միջազգային հեղինակություն եւ վերջապես ինտելեկտուալ բարձր կարողություններ, այս թվարկված արժանինքներից որ մեկը գոյություն ունի, կարծում եմ ոչ մեկը, եւ նաեւ ուզում եմ ասել, որ իրենց կարծիքով երևի թե ուժեղ են Ռուսաստանի աջակցությամբ, կամ տեսեք, տարբեր անվանումներով Հայաստաններ են, բայց անվանումը մի կողմ, ինչպիսի Հայաստան ուզում է կոչվել, չէ որ իրենց գործունեությունը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության եւ պետականության դեմ։ Այսինքն այդ աջակցությունը ռուսական ստանալով նրանք ուզում են Հայաստանը վերածվել ծայրագավառի, գուբերնիայի եւ անգամ տեսեք շատ տարածված խոսույթ այդ շրջանակների կողմից, որը կարծում եմ ստացավ հակահարված այս ամերիկյան գործուն ջանքերի իրադարձությունների շնորհիվ։ Ասում էին, դուք չեք ուզում ծայրագավառ, ուրեմն ուզում եք թուրքեր, վիլայետ, դուք եթե ռուսներին չեք ուզում, ուզում եք ուրեմն թուրքերին։ Հիմա էլ են ասում։ Եվ ես պիտի ասեմ, որ Ամերիկայի ջանքերը գործուն հերքեց այդ ամենը, այնպես որ բացարձակ հերքվեց այդ թեզը։ Ոչ այս, ոչ այն, մենք ուզում ենք անկախ պետականություն, մենք ունենք այսօր հզոր դաշնակից եւ ճիշտն ասած, ես անգամ օգոստոսի 8-ի այդ հայ-ամերիկյան համագործակցության պայմանագիրը բնութագրել եմ դարակազմիկ, պատմական ու մեծ պատասխանատվություն, արժանապատվություն ու հպարտություն է նման հզոր դաշնակից ունենալը։ Եվ գիտեք ինչ, մեր ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն կատարի։ Խոսքս ճանապարհի եւ ուղու մասին է։ Անձերը թողնենք, դեմքերը, կուսակցությունները մի կողմ, պետք է առաջին հերթին ճիշտ ընտրություն կատարվի ուղու ճանապարհի, այսինքն մենք ընտրում ենք ժողովրդավարությունը թե բռնապետությունը, մենք ընտրում ենք ինքնիշխանությունը թե գուբերնիան, մենք ընտրում ենք հզոր կայուն դաշնակիցը թե երերացող եւ հուսախաբանող տերը, դաշնակից չեմ ասում, տերը, հասկանալի է, այսինքն պետք է այդ ընտրությունը ճիշտ կատարվի։ Պարոն Վարդապետյան, կա մեկ այլ վարկած դեր ասացի, որ այո, Ռուսաստանը ծանր վիճակում է եւ ամենալավ դաշնակիցը չի։ Խառնագործերը, բայց նա միակն է, ով մեր անվտանգությունը կապահովի։ Պայմանագիր ունենք։
Մնացած ոչ բայց մեկ չէ որ նման մենք բան չի քանիցս հանդարում։ համոզվեցինք, որ այդ պայմանագրերը բացարձակապես չգործեցին եւ կյանքը ցույց տվեց, որ այդ պայմանագրերը առ ոչինչ էին։ Միջև հիմա մեր տարածքային ամբողջականությունը, սահմանները այդ պետության համար դեռևս ընդունված եւ հաստատված չեն։ Դե այնպես որ սա որևէ մտածելու տեղիք չի տալիս, արդեն հերկված է այս ամենը։ Հա, բայց առանց Ռուսաստան մենք կկորենք։ Մենք հիմա Մեզ ունենք թուրքերն ու ադրբեջանցիները կուտեն։ բացարձակապես այդպես չի։ Ես նաև ուզում եմ այս թեմային անդրադառնալուց նշեմ, որ խաղաղության ճարտարապետությունը այսօր իրողություն է Հայաստանում եւ պետք է բարձր գնահատեմ մեր վերջապես անկախ արտաքին քաղաքականության դիվանագիտության լուրջ հաջողությունները ու պետք է ասեմ, որ այդ հայ-ամերիկյան համագործակցության պայմանագիրը կոնկրետ ինձ համար դա ավելին է անգամ քան խաղաղության պայմանագիրը։ Ահա սրանով մենք կարողացանք հաստատել խաղաղություն։ Ամերիկյան կողմը կարողացավ Ռուսաստանի ազդեցությունը Ալիևի վրա անընդհատ հարձակումներ հրահրելու Հայաստանի վրա կանխել։ Հիմա մեզ մնում է Ռուսաստանից ներքին լծակը վերցնել, այսինքն մեր ներսի աղբը մաքրել, այն որ պատրաստ են հիբրիդային հարձակումներ գործելու, շարասյուներ կազմելու, պայքարելու սեփական անկախության եւ ինքնիշխանության դեմ, սեփական ինքնության դեմ։ Ես որպես բժիշկ մի հետաքրքիր էլի յուրահատուկ միտք եմ ուզում քննարկման համար առաջադրել, դարձյալ հոգեվերլուծության մի հարուստ նյութ է։ Տեսեք, մենք ունենք մի խավ, մի շերտ, որ անգամ պատրաստ են սեփական խաղաղության, սեփական պետության, ինքնիշխանության դեմ պայքարել, անգամ սեփական ինքնության։ Ինչ է սա։ Մազոխիզմ։ Եվ ես սա բացատրում եմ ռուսահպատակության ամրակայված գենով։ Եվ պիտի ասեմ, որ սա կարող է վերանալ միայն սերնդափոխությամբ։ Սա իհարկե ծանր փաստ է, բայց պիտի հաշվի նստել։ Բայց հիմա մեր այս զրույցի ընթացքում, հարգելի Պետրոս, ես նաև ուզում եմ շեշտել, թե որքան կարևոր է հայ-ռուսական ճիշտ արժանապատիվ համագործակցությունը։ Բայց քանի դեռ այս գործող անձիկ են, հայկական կողմից այս ռուսահպատակները, ռուսական կողմից Սոլովյովներ, Զախարովաներ, Կոպիրկիններ, Կիրենկոներ, ապա չի ստացվելու արժանապատիվ համագործակցություն, որովհետև սա տիրոջ, ստրկատիրոջ եւ ստրուկի փոխհարաբերություններ են, այնպես որ պետք է անպայման ժամանակի ընթացքում դա կլինի վերանայել նոր գործող անձիկ եւ հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետություն, որովհետեւ անհնար է անտեսել Ռուսաստանի կարևորագույն դերը տարածաշրջանում։ Հիմա իրանք էլ կոնտր թեզ ունեն։ Նրանք ասում են խաղաղություն չկա։ Դուք ասում եք խաղաղություն, ասում են սա միֆ է։ Մենք Ադրբեջանին ամեն ինչ տալիս ենք, դրա համար էլ խաղաղենք։ Գիտեք, ես օրինակ եկել, երկրորդը նրանք ասում են մենք կբերենք արժանապատիվ իրական խաղաղություն։ Գիտեք, ես եկել լսում եմ պարոն Ծառուկյանը նույնպես ասեց, որ խաղաղությունը խոսքերով չէ, պետք է լինի իրական խաղաղություն։ Բայց չէ որ կարելի է ցանկություններ շատ ունենալ։ Ես էլ կարող եմ ասել հավերժ եւ հարատև խաղաղություն։ Բայց այն, որ հիմա արկա է փաստացի խաղաղություն, դա փաստ է։ Եվ մեր յուրաքանչյուրը մեզանից պետք է նպաստի այդ խաղաղության գործընթացին մեր վարքագծով, մեր կամքով, մեր քվեարկությամբ, հասարակության վրա մեր ճիշտ ուղղորդող ազդեցությամբ։ Եթե մենք պաշտպանում ենք մեր երկրի անկախ պետականությունը, ժողովրդավարությունը, մենք նաև նպաստում ենք ժողովրդավարական աշխարհի հետ մեր համագործակցությանը եւ նաև խաղաղությանը։ Եվ ճիշտն ասած տարածաշրջանում ամենազսպող ազդեցությունը դա Միացյալ Նահանգների եւ եվրոպական կառույցների ազդեցությունն է, որին մեր պետականությունը կարողացավ հասնել։ Ուղղակի առայժմ մեզ չի հաջողվել ներսում այդ լծակները մաքրել։ Ես որ նոր ասեցի աղբը մաքրել, նկատի ունեի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կատարել ընդդիմափոխություն, որը կլինի ամենակարևոր գործընթացը։ Դուք պատկերացրեք։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ մեր այս գործող ընդդիմությանը Ռուսաստանն է ուղղորդում։ Իսկ դուք ինչպես եք մտածում։ Սատարում են ռուսական ծրագիր են անում։ Իսկ դուք ինչպես եք մտածում։ Կա ուրիշ մտածելակերպ, կարծում եմ ոչ։ Ինչու։ Ես չեմ կարծում այլ մտածելակերպ լինի այս հարցում։ Մենք տեսանք անընդհատ տարիներ շարունակ տարբեր կոմբինացիաներով հոգևորական գործարարներ տարբեր վայրերից գալիս են համացումներ եւ բոլորի նպատակը ինչն է երկիրը ենթարկել ցնցումների, ստեղծել ցնցումներ, անկայունություն եւ որը բարեբախտաբար չստացվեց, քանի որ մենք ունեինք մի հասարակություն եւ ես խոնարհվում եմ այդ հասարակության յուրաքանչյուր անդամի առջեւ, ովքեր մեր անկախ պետականության եւ ինքնիշխանության գաղափարները կրելով, փայփայելով իրենց ուսերին կրում են այդ ծանր բեռը եւ
մեծ գործ է այսօր այս մեր հասարակության այդ առաքելությունը։ Եվ նաև ուզում եմ արժանին հատուցել բոլոր այն քաղաքական, կուսակցական գործիչներին, վերլուծաբաններին, ովքեր ճիշտ մատնանշում են ճիշտ գաղափարախոսությունը։ Լավ, այդ դեպքում ո՞նց է բացատրում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։ Այս ինչ անցումներ են կատարում, բացատրեմ։ Նա ասաց, որ մենք բարեկամ են մեզ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, իջել Ֆրանսիան։ Հետո լավ է, որ Թրամփի ճանապարհին վերահսկողներ չենք նշանակում նաև Չինաստանին եւ Ռուսաստանին։ Դա էլ են ասում, Դե իհարկե, որտեղ նպատակ ունենք ամեն ինչ անել, ձախողելու այս խոշոր ծրագիրը, բարձ է։ Ես ճիշտն ասած առաջին նախագահին որոշել էի մեջ երբևէ չանդրադառնալ։ Եվ Քոչյանում ընտրել նկատի ունենալով ուժեղ Հայաստանի։ նկատի ունենալով իմ երբեմնի մեծ հարգանքը, նվիրվածությունը, բայց իհարկե, եթե նախկինում ես շատ սայթակումների, վրիպումների նայում էի, ցավով, զարմանքով, հիմա ճիշտն ասած զարմանում եմ միայն մի բանի վրա, որքան կարող է տևել այս անվերջանալի անկումը։ Այս անկման վերջը ես չեմ տեսնում։ Ինչու է դա անկում։ Սա դե գիտեք ինչ, երկրի հիմնադիր նախագահ, երբ որ կոչ է անում աջակցել ռուսահպատակ ուժերի, այսինքն, գիտեք, եթե բարձ գիտակցում ենք, որ Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու լինել, գրանցվելու իրավունք չունի, նշանակում է Տեր-Պետրոսյանը կոչ է անում համախմբվել եւ քվեարկել Քոչարյանի օգտին։ Սա է, ուրիշ դուք հավատում եք, որ դե այդպես է դուրս գալիս, եւ ճիշտն ասած 21 թվականին էլ, եթե մենք շատ չի անցել 21 թվականից, եթե մենք վերհիշենք, ապա 21 թվականին ինչ որ նախաձեռնություն կար միասնական ցուցակ կազմելու եւ Քոչարյանին առավելություն տալով։ 99 թվականին կոչը համախմբվել պետականության միգուցե դակայունությունը պահպանելու պատրվակով էր, բայց Քոչարյանի շուրջ այս է ամբողջ իրականությունը։ Բայց այդ դեպքում հիմա գիտեք ինչ կա, շատերը կարող են ասել դուք պաշտպանում եք այն ժամանակ ներողություն, բայց տեղ չմնաց, որ ես հիմա կարողանամ իմ պաշտպանելու եւ իմ հարգանքի ակնածանքի նշույլը անգամ պահպանեմ եւ դրսեւորեմ։ Այդ դեպքում հարց, որն է մոտիվացիան։ Իմաստը։ Դուք որոշել եք ձեր բոլոր բարդ հարցերը ինձ ուղղել, ես շատ տրամաբանական հարց է ձեր վերլուծությունից հետո։ Ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ միգուցե սա մի հանձնարարական է, որը նրա եւ այդ ուղղության վրա կանգնած անձանց այդ հանձնարարականը մերժել ի վիճակի չեն։ Պետք է այդ հանձնարարականը կատարեն։ Եվ նաև շատ հավանական եմ համարում շահագրգռվածության պահը տարբեր օլիգարխիկ կառույցներից, չգիտեմ, չեմ կարող ասել, դա ենթադրություն է պարզապես։ Ստակ չեմ կարող ասել։ Բայց ցավալի է այս ամենը, իրոք ցավալի։ Այսինքն Տեր-Պետրոսյանը մտնում է ռուսական ուժերի ծիրի մեջ։ Ես կարծում եմ, որ այո, եւ դա քանիցս ապացուցված է։ Դա գիտեք, արդեն անգամ քննարկման եւ վերլուծության կարոտ չի այս հարցը։ Իհարկե դա այդպես է։ Բայց նա ասում է, որ Հայաստանի ճիշտ դաշնակիցը Ռուսաստանն է, այդպես է մտածում։ Եվ Չինաստանն է։ Իսկ ես պիտի ասեմ, ինչ ցույց տվեց կյանքը։ Այս կորուստները մեզ ինչի մասին վկայեցին։ Եվ երբ, գիտեք ինչ, ես անգամ մեր քաղաքացիներին եմ մատնացույց անում, նույնիսկ այդ կորուստներից հետո մեկը Ռուսաստանն է։ Մի բան, տեսեք մի փաստ։ Ադրբեջանական զորքը հասել էր Ջերմուկ եւ Վարդենիս։ Ով կանգնեցրեց պատերազմը։ Դաշնակիցը։ Իհարկե ոչ, ճակերտավոր դաշնակիցը։ Պատերազմը կանգնեցրեց ամերիկյան կողմը։ Բայդեն, Բլինքեն։ Ես չեմ կարծում, որ մեր զորքը ճիշտ է զոհեր տվեցին եւ բայց դեռևս չէր այն զորությունը միանշանակ։ Եվ հետեւապես բոլոր այն երկրները, բոլոր այն կառույցները, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանում որպես անկախ պետականություն գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունը, նրանք են մեր դաշնակիցները։ Այլընտրանք գոյություն չունի։ Իսկ ով սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, մեր տարածքային ամբողջականությանը, մեր ժողովրդավարությանը, ապա դրանք դաշնակից։ Բայց կներեք, Ռուսաստանը ինչ շահ ունի, որ Հայաստանը չլինի։ Չէ, Ռուսաստանը ոչ թե շահ ունի, որ Հայաստանը չլինի, Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը լինի գուբերնիայի կարգավիճակով եւ ինքը վերահսկի այդ Սյունիքի միջանց կոչվածը, իմիջայլոց։ Ես հիմա ձեզ ասեմ։ Դուք տեսեք, որ անգամ վերջին ժամանակաշրջանում նույնիսկ Ալիևի եւ Թուրքիայի խոսույթում Զանգեզուրի միջանց դարձել է շատ ավելի հազվադեպ, քան մեր ռուսամետ այսպես կոչված ընդդիմության բառապաշարում է։ Նրանք ավելի հաճախ են օգտագործում։ Եվ նույնիսկ մի պահ թվում է այնքան են խոսում, կարծես մտածում են, որ այդ միջանցքը իրականություն դառնա։ Անգամ այդ կասկածներն են։ Ցավալի է, բայց
Կարող ես նաև այդպիսի ընդհանրություն անել։ Կամ գիտեք ինչ, ես տեսեք, այդքան գերիների ազատագրման փաստից էին խոսում, գերիների վերադարձի։ Բայց երբ որ վերջին այս գերիները վերադարձան, բոլորի մոտ ուրախությունը կար, բացի այն մարդկանցից, ովքեր այդքան պահանջում, քննադատում ու թմկահարում էին։ Եվ այո, կա մի խավ, ձևավորված մի խավ, որը մտածում է, որ ինչքան հնարավոր է ավելի ձախորդություններ, ձախողումներ, վտանգավոր Ինչքան վատ այնքան լավ։ Այո, այդպես է դուրս գալիս։ Դուք տեսեք, ես նաև շատ կուզենամ, որ մենք կարողանանք ներքին աղբը մաքրել։ Ես մի քիչ բացեմ ինչը նկատի ունեմ։ Մենք չպետք է ժողովրդավարություն ասելով վտանգենք մեր պետականությունը։ Պետականությունը ամենաբարձր արժեքն է։ Հետևաբար, ես կուզենայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավապահ մարմինների ուշադրությունը սևեռել բոլոր այն փաստերի վրա, որպեսզի ճիշտ գրանցումներ լինի։ Եթե հոկտեմբերի 1-ի մարտի ներողություն, հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի հետ առնչվող դեպքեր, անձեր կամ այլ երկրի քաղաքացիություն գրանցման այս արգելքները պետք է սահմանադրությունը հետո կփոխեն։ Անպայման պետք է, չէ, դա արդեն այդպես են ասում։ Դա շատ բան են ասում, ներեցեք։ Եվ գիտեք ինչ, շատ դարձյալ կարևոր մի բան։ Մենք պահանջում ենք նաև մեր պետական մարմիններից, որպիսի Հայաստանի ընտրողը, քվեարկողը կարողանա գնալ եւ գաղափարական ճիշտ ուղղությամբ ընտրություն կատարել։ Դուք ասում եք, որ դա մեծ հաշվով նախկինների վերադարձն է, բայց նույն ուժը Հայաստանը ասում է նախկինները չպետք է լինեն։ Թաթոյանը ասում է նախկինները չպետք է լինեն։ Ո՞նց եք բացատրում։ Պետրոս ջան, մենք չենք կարող հիմա Ճիշտ է, որ հարցնում ես իսկ պարլամենտում հետո հետները կոալիցիա կկազմի կտրկապում են։ Մենք չենք նստելու հիմա միասին ինքնախապեյությամբ զբաղվենք, որովհետև դա բոլորին է հայտնի եւ անգամ իրենք չեն էլ խոստովանում։ Գյումրի երկրորդ ծրագրից են խոսում։ Հենց ես դրամար եմ ասում, մեր նպատակը պետք է լինի, որ ազգային ժողովը ունենա գաղափարական ընդդիմություն, արևմտամետ ուժերից կազմված ընդդիմություն, որը լինի առաջ մղող ուժ։ Եթե մենք այսօր ունենք պայմանավորվածություններ Միացյալ Նահանգների, եվրոպական կառույցների հետ, դուք տեսեք, ես որքան գիտեմ, վաղը պետք է մեր երկրի վարչապետը Ստրասբուրգում ելույթ ունենա եւ վստահ եմ, որ եվրոպական կառույցները իրենց աջակցությունը պետք է հայտնեն, որտեղ նրանց հատկապես եւս մտահոգել է Հայաստանում ծավալվող եւ բնականաբար հունիսին արդեն սպասվելիք մոլեգնող հիբրիդային պատերազմը։ Այսինքն պետք է կանխել եւ որպեսզի Հայաստանի քաղաքացին գնա կատարի լուրջ գաղափարական ընդդիմություն եւ պարլամենտ գործողի խորհրդարան գաղափարական ընդդիմության, այլ ոչ թե երկիրը ցնցող կուշտ ու ուժեղ անձանց։ Մենք դրանց կարիքը չունենք եւ ես նաեւ իբրև հասարակական դերակատարում ունեցող անձ օգտվելով այս առիթից ուզում եմ բազմահազար իմ հետևորդներին առողջապահական, բժշկական, մշակութային, հասարակական շրջանակների ներկայացուցիչներին հայտնել իմ մտահոգությունը։ Ես ինձ նվաստացած եւ վիրավորված կզգամ, եթե անգամ աննշան թվով մարդիկ ընտրեն ոչ թե անկախությունը, անկախ պետականությունը, այլ ծայրակավառը, ոչ թե խաղաղությունն ու կայունությունը, այլ անverջ անորոշ պատերազմական իրավիճակները, ոչ թե հզոր եւ կայուն դաշնակիցը, այլ Պարոն Վարդանյան, բայց իրանք ասում են, լավ է, թրիպն էլ թող լինի, Ամերիկայի հետ ամեն ինչ անում եք ընտիրա, բայց թող Ռուսաստանը ու Չինաստանն էլ լինեն։ Այդ ժամանակ մենք շամի չենք ունենա, բոլորը կլինեն հաշտ խաղաղ կուշտ եւ երջանիկ։ Չէ, սա իհարկե դատարկախոսություն է, նման բան հնարավոր չէ, ի սկզբանե դա մերժված է, այդպիսի բան լինել չի կարող։ Դա նշանակում է պարզապես կարևորագույն այս ծրագիրը չեղարկել, ձախողել, դա է նշանակում։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ ես քանի որ խոսեցի մեր ընդդիմափոխության կարևորության մասին, իրոք սա ամենակարևոր բանն է, որ մենք պետք է հասնենք դրան։ Ուրեմն ուզում եմ նաև հատուկ իմ գոհունակությունը հայտնել բոլոր հասարակական քաղաքական գործիչներին, կուսակցական այն գործիչներին, ովքեր այս տարիների ընթացքում տարան այդ աշխատանքը։ Եվ հատկապես ես ուզում եմ առանձնացնել հատուկ Արամ Սարգսյանի տևական, հետևողական գաղափարական աշխատանքը նրան համարելով այս ուղղության գաղափարախոսության առաջամարտիկը։ Եվ գիտեք ինչ, ես հիմա շատ մարդիկ գիտեմ, որոնք երբ որ ուղղությունը ընտրել են, մերժում են այդ ծայրակավառի, ռուսաստրկության եւ այլն, ընտրել են այս ուղին, բայց պարզապես անձերի հետ կապված մենք չենք մասնակցի, մենք իշխանությանը չենք ուզում, կա այսպիսի մոտեցում եւ ոչ քիչ թվով։ Ես ահա այդ մարդկանց առաջարկում եմ, ովքեր ուղին ճիշտ են ընտրել, ճանապարհը ճիշտ են ընտրել, կա լավագույն տեխնացուն Արամ Սարգսյան ընտրել Արամ Սարգսյանի։ Համարյա քարոզ ստացվեց։ Շնորհակալություն։ Դե հիմա շնորհակալություն։